Մի վիրավոր է, չէ՞։ Հա։ Բադալյան ուղեկցի հիվանդանոց, հա։ Աստրի բժշկական Հա։ կենտրոն։ Դրա համար Բադալյանի սախանանը հետևից էտում սկորում։ Ահա։ Այս ցուցանակն էլ, հա։ Ազատը կարասեկ գազ։ Ստեղ չէ, թող գնա։ Բրեջան արեք ես կողմով։ Այս Շիրակի փողոցն է, չէ՞։ Շիրակի փողոցն է։ Ես կողմով անցել գնաց։ Mitsubishi վարորդն էլի։ Mitsubishi-ա, էսի Toyota-յա, Mitsubishi, Toyota, մեկ էլ Renault։ Toyota-ն ու Mitsubishi-ն այն կողմից գալուց են եղել։ Շրջանաձև երթևեկությունից առաջանալուց են եղել։ Վիճակն լավ է խոսացել։ Դեկտեմբերի 4-ն է Երևան։ Շիրակի փողոցում դեռևս այդ հանգամանքներում բախվել են Toyota, Mitsubishi եւ Renault Magnishi ավտոմեքենաները վթարի հետևանքով մեկ հոգի ում առաջին օգնության են ասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտաբ օգնության բժիշկների հերթապահ տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածները նշում են, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարը Անդրանիկ Իսախանյանը եւ գումարտակներից մեկի հրամանատար Լևոն Բադալյանը։ Այս պահին բարեկները սահմանազատել են տարածքը, տեսնում եք բախման հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են հենց երթևեկելի գոտում, դրա համար էլ երթևեկությունը դարձել է միակողմանի, այնուամենայնիվ բարեկներին հաջողվում է կարգավորել երթևեկությունը, ինչի համար խցանում տեղի չի ունենում։ Այս պահին բարեկները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորի ինքնությունը։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին
որտեղից իմ տեղեկություններով արդեն հիվանդանոց է մեկնել հերթապակ քննիչը, ով այնուհետև կժամանի դեպքի վայր։ Mitsubishi Archer-ի անվար դող անվահեծանով կոտրվել է